Դպրոցի դերը օգնել երեխային գտնել իր ճիշտ առաքելությունը։ Ուսուցիչ եւ աշակերտ հարաբերություններում փոխանցվի այդ առաքելության զգացումը։ Չկա երեխա, որը չունի օժտվածություն։ Ցավոք սրտի մեր կրթության բովանդակության մեջ այսօր շատ կամ չկա կամ շատ քիչ է։ Այսօր երեխային երազանք մենք չենք կարողանում տալ, հասկանում եք։ Մարդը նպատակ է թե միջոց է։ Նպատակ կա ստեղծման, աննպատակ ստեղծած բանը մենք դեն ենք նետում։ Պետությունը պետք է կրթական համակարգի առջև խնդիր դնի կերտել առաքելության զգացում ունեցող քաղաքացի։ Ինչպիսի մարդ ենք մենք ուզում դաստիարակել դպրոցում, հետո բուհում եւ կյանք ինչպիսի քաղաքացի ենք ճանապարհում։ Այս հարցի պատասխանը մենք ունենք արդյոք մեր կրթության մեջ։ Կերտ մարդը կարելի գրագից ռիկա լինել։ Տիկին Տոնյան ջան, հանրակրթության եւ մանավանդ դրա բովանդակության հարցերը վերջին շրջանում քննարկումների, եթե չասեմ պակաս չունեն, ամենայն դեպս քննարկումներ տեղի են ունենում եւ ես լավ հիշում եմ անցած տարի այս օրերին իրար հետ եւս մի շատ պես կարեւոր հետաքրքիր քննարկման մասնակցեցինք հանրակրթության բովանդակության, թե ինչ քաղաքացի պետք է կերտի դպրոցը եւ դուք էլ բանախոս էիք այնտեղ։ Իդեպ այդտեղից շատ հետաքրքիր մտքեր էլ վերցրեցի ես, բայց մի կարևոր հարցի տեսանկյունից, մի կարևոր հարցի համատեքստում քննարկումը պակասում է, կարծում եմ, այդ քաղաքացու որակների հետ կապված, դպրոցի առաքելության, դպրոցի ֆունկցիայի հետ կապված, մեր կարևորագույն հիմնախնդրի, անվտանգային հիմնախնդիրների հետ կապված, մեր անվտանգային հիմնախնդիրները ինչպես թարգմանենք դեպի դպրոց, ինչպես դնենք դպրոցական ծրագրի մեջ, ինչպես դնենք ուսուցիչների կատարելագործման այդ շրջանակի մեջ, որպեսզի կարողանանք քայլ առաջ անել դեպի մեր կարևորագույն խնդրի լուծումը, անվտանգության խնդրի լուծումը, որովհետև այսօր մեր թիվ 1 մտահոգության առարկան ազգային անվտանգություն։ Ազգային անվտանգության, այո, ազգային անվտանգության խնդրի մասին է խոսքը եւ եկեք այսօր այդ հարցին անդրադառնանք ձեր թույլտվությամբ։ Հարգելի հայրենակիցներ, մեր այսօրվա հաղորդման զրույցի ընթացքում կքննարկենք հանրակրթության հիմնախնդիրը, մեր կարևորագույն հիմնահարցի, անվտանգության հիմնահարցի եւ կարևորագույն հայեցակարգի, համապարփակ անվտանգության հայեցակարգի համատեքստում։ Սովորաբար այս զրույցները անում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամների հետ։ Տիկին Տոնոյանը չի հանդիսանում Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ, բայց ես այսօր խնդրել եմ Տիկին Տոնոյանին, որպեսզի այս կարևոր հարցը իրար հետ քննարկենք, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի առնելով այն, որ Տիկին Տոնոյանը հենց համակարգ է ստեղծել, այնպիսի համակարգ, որտեղ քաղաքացու կերտումը առաջին հերթին եւ կամ առաջիններից մեկը հենց դեպի այդ հարցի պատասխանն է տանում հանձնառու քաղաքացու կերտման հանգամանք։ Շնորհակալություն շատ Տիկին Տոնոյան ջան, որ հյուրընկալվել եք եւ փորձեմ զրույցը բացել հետեւյալ ձևակերպումով։ Նախորդ մեր հաղորդման ժամանակ, երբ որ մենք Ավետիքի հետ ենք խոսում, մենք քննարկեցինք համապարփակ անվտանգության հայեցակարգը, ասելով, որ մենք չպետք է լինենք անվտանգության մուրացողի դերում կամ ուղղակի հանձնվողի դերում։ Հիմա մեզ առաջարկում են, ասում են, դուք պետք է հանձնվեք, իսկ նաև մի հատ մտածողություն էլ կա, որ ասում են, եթե չեք ուզում հանձնվել, ապա պետք է գնանք անվտանգություն մուրանք, ինչ որ մեկ այլ տերության ստվերի տակ թաքնվենք, այդպես խղճուկ վիճակով լինենք։ Մենք ասում ենք, որ առաջնահերթ պետք է մտածողություն փոխել։ Եվ մտածողություն փոխելով անվտանգության մուրացկանից վերածվել անհրաժեշտ եւ հետաքրքիր գործընկերոջ։ Դա նշանակում է, որ առաջին հերթին զարգ տալ տնտեսության այն ոլորտներին, որոնք որ օրինակ Հայաստանի համար համեմատական առավելություն կարող են հանդիսանալ, որոնք տարածաշրջանում այդպես հազվագյուտ են այդ ոլորտները, ոչ մի այլ պետություն դրանցով չի զբաղվում եւ մենք այդ առումով օրինակ կարող ենք դառնալ հետաքրքիր, զարգ տալ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, փորձել հաղթել ոչ թե քանակով, այլ մտքով եւ նորարարությամբ, ինչի պակասը մենք չունենք, պարզապես ճիշտ տեղերում է պետք դնել այդ հարցը եւ բացի դրանից նաեւ ունենալ միասնական հասարակություն, շատ կարևոր ուշադրություն դարձնել այդ միասնականության խնդիրների վրա, այսինքն ընդհանուր առմամբ վերածվել մի այնպիսի համակարգի իր բոլոր բաղադրիչներով, որը որ ինքը
առաջին հերթին իր անվտանգության հարցերը ինքնաբավ ձևով կփորձի լուծել, պատկերավոր ասած, այսպես ենք շատ ժամանակ ասում, անտառում որտեղ վայրի գազաններ են եւ հնարավոր չէ ինչ որ կարճ ժամանակում գայլին դիմադրելու համար առյուծ դառնալ, գոնե դառնալ ոզնի, որ เป զի գայլը չկարողանա քեզ հոշոտի, հա, ու այն մոլորեցնող հարցադրումը, որ ասում են, որ ուզում ենք ուժեղ լինել, ուժեղ ումից, ոչ թե ուժեղ ումից, այլ ուժեղ որքան, ուժեղ այնքան, որ չկարողանան քեզ հոշոտել, որ դու կարողանաս թշնամու բկին, այսպես ասած, փուշ լինել եւ նա գլուխ չդնի պարզապես քեզ հետ, առնվազն այս խնդիրը։ Իսկ այս խնդիրը լուծելու համար մի շարք հանգամանքներ են անհրաժեշտ։ Բացի տնտեսության ոլորտից, բացի ռազմական արդյունաբերության ոլորտից, մենք շատ կարևոր հարցեր ունենք լուծելու մարդու որակի հետ կապված, քաղաքացու որակի հետ կապված, որպեսզի մեր քաղաքացին առաջին հերթին իր կյանքը միայն իրենով եւ իր նեղ շրջապատով, իր ընտանիքով չսահմանափակի։ Մեր ասածը բնավ չի նշանակում, որ պետք է պետության բեռի տակ կքած քաղաքացի ստեղծենք։ Ոչ, նա եւ իր ծնունդն է նշելու, եւ իր հարսանիքն է նշելու, եւ ուրախանալու է, ճամփորդելու է, կյանքը վայելելու է միանշանակ, բայց արդյոք հնարավոր չի այդ ամեն ինչը ունենալով հանդերձ նաեւ դաստիարակել համակարգային մակարդակում անել այնպիսի փոփոխություններ կրթության ոլորտում, որ լինի այնպիսի քաղաքացի, որը որ առաքելություն ունենա, իր ճակատագիրը կապի, իր կյանքի իմաստը կապի մեծ գործի հետ եւ դրանով նաեւ դրա վրա կառուցի նաեւ իր երջանկությունը եւ իր ազատությունը։ Եկեք այս հարցը քննարկենք, սկսենք այս առաքելության հարցի քննարկումից, Տիկին Տոնյան։ Այսպես ասեմ, դուք շեշտեցիք, որ առաջին հերթին տնտեսության զարգացմամբ, ռազմարտունաբերության զարգացմամբ ես որպես կրթական գործիչ մի քիչ փոխեմ տեղերը։ Դրանք հետո պիտի գան։ Առաջին հերթին պիտի լինի անհատին իր նախ ինքնությանը ճանաչ դարձնելը, գնահատելը, հետո իր առաքելությանը ծառայելը եւ ի վերջո այս ամենից հետո, որը կրթության միջոցով է միայն, իր տեսակի պահպանման խնդիրը լուծելը, որը հենց անվտանգությունն է։ Ի վերջո մենք ինչու ենք պայքարում ուրիշ ժողովուրդների դեմ, որոնք ուզում են մեզ ոչնչացնել, որտեղ ուզում ենք հայ մնալ։ Որտեղ եթե մենք չուզենք հայ մնալ, շատ հեշտ կլինի մեր ապրելը, ինչ անում են այսօրվա իշխանությունները, կարևորը մարդ մնալն է, ապրելն է, այսինքն որպես մարդ ընդհանրապես գոյություն ունենալը, բայց բոլորովին կարևոր չի դու որ տեսակ ես որպես մնում, որտեղ հենց տեսակին է գալի, որը մենք ազգ ենք կոչում, այստեղ արդեն փշեր են առաջանում եւ հարևանների մոտ մեր, որոնց մեր հենց տեսակն է խանգարում, տեսակի պահպանությամբ մենք իրենց համար խանգարող հանգամանք ենք դառնում։ Իսկ եթե մենք համաձայնվենք ընդհանրապես այս տարածքում ապրել որպես մարդ, առանց ինքնության, առանց տեսակի, կարևոր չի թե ինչ ազգ կլինենք, կարևոր է որ կլինենք ծառայող, կուշտ կլինենք, փողը կապահովեն, ինչպես հիմա Հայաստանում ապահովում են փողը, նկատում եք ինչքան գումար է շրջանառվում Հայաստանում։ Բնականաբար դա Հայաստանի գումարը չէ, որտեղ մենք պարտքով ապրող պետություն ենք, մեծ պարտքով ապրող պետություն, սովորաբար պարտքով ապրող մարդիկ չեն կարող այսքան շռայլություններ իրենց թույլ տալ։ Կներեք, մենք տարեկան 1 միլիարդ դոլարի կարգի մեր բյուջեից, մեր գրպաններից տալիս ենք պետական պարտքի սպասարկում։ Այո։ Հետևաբար այդքան պարտք ունեցող ընտանիքում նման ցոփություններ, շռայլությունները ուղղակի մեղք է։ Հիմա վերադառնանք կրթության դերին անվտանգության մեջ եւ քաղաքացու ու մարդու դաստիարակման դա հարցում առաքելության կարևորման, որտեղ այսօրվա կրթական բովանդակությունից հենց անտեսված դուրս է թողնված այսօրվա, չասեմ միայն այսօրվա, ընդհանրապես մեր 30 արդեն 5 տարիների կրթական համակարգերում չի կարևորվել ինչպիսի մարդ ենք մենք ուզում դաստիարակել դպրոցում, հետո բուհում եւ կյանք ինչպիսի քաղաքացի ենք ճանապարհում։ Առաջադրանք որպես այդպիսին կրթական արտադրությանը, չէ՞ որ կրթությունը դպրոցը եւ բուհը նույնպես կրթական ամբողջ համակարգը արտադրություն է։ Եվ ամենաբարդ արտադրություն է, որովհետեւ դու մարդ ես կերտում։ Եվ ահա որևէ վերջնարդյունքի պահանջ, թե մենք ինչպիսի արտադրանք պիտի տանք։ Մեր առջև
համոզված եմ ինձ հետ հիմա համաձայն կլինեն բոլոր կրթական գործիչները, երբևէ չի դրվել։ Տրվել են ծրագրեր, պահանջներ են եղել այդ ծրագրերի իրականացման հարցում, բայց վերջնարդյունք մենք չենք ունեցել։ Այսինքն դպրոցի շրջանավարտը ինչպեսի պիտի լինի, ինչ պահանջների պիտի համապատասխանի եւ հետո նա ինչ շրջանավարտ պիտի ուղարկի կյանք կամ բուհ եւ այնտեղից հետո ինչպեսին պիտի արդեն քաղաքացի ձևավորված գնա երիտասարդը դեպի կյանք։ Հենց սա էլ թերի է թողել ամբողջը եւ քանի որ նպատակ չի եղել որևէ տեսակի ստեղծման, ձևաչափի ստեղծման, կերպարի ստեղծման, հետեւաբար նաեւ որովհետեւ քո ստեղծածի վերջնարդյունքից է ծնվում նաեւ թե դու ինչպես պատրաստ ես։ Մեր իշխանությունները այդ բոլոր տարիների իրենց նեղություն չեն տվել, իսկ վերջի տարիների նախայտարարք արդեն ձևաչափով, իրենց նեղություն չեն տվել սեփականը ազգային կրթական համակարգը ստեղծելու, ազգային բովանդակություն, ազգային կերպարի նաև մարդ ազգ այս միատեղությամբ կերպար ստեղծելու եւ վերցել են տարբեր տեղերից, Եվրոպայից, Բոլոնյան կրթական համակարգ, տարբեր տեղերից, կարկատանային կրթական համակարգ են ստեղծել, կարկատանային, որը բնականաբար չէր կարող բրենդ ստեղծել, հա, այսպես ասեմ, ժամանակակից բառով։ Իսկ մեզ համար այսօր օրապահանջ է ստեղծելու մեր հենց անվտանգային պահանջներից ելնելով այնպեսի ազգային իր ինքնությունների բոլոր բաղադրիչները ճանաչող, հարգող եւ դրանց ծառայող, իսկ որոնք են մեր ինքնությունների բոլոր բաղադրիչները, մարդ ինքնությունն է, ազգ ինքնությունն է, սեռ ինքնությունն է եւ վերջո ինչի համար ենք մենք ստեղծված առաքելություն ինքնությունն է, որտեվ կյանքում ես իմ աշակերտներին համարյա նմանատիպ դաս եմ տալիս ամեն օր, ասում եմ ձեր շուրջը նայեք, բաժակն ինչի համար է ստեղծված, այս սեղանն ինչ որ կա, հստակ գիտենք, չէ, ստեղծված է ջուր խմելուն ծառայելուն, գրիչը գրելուն ծառայելուն, չէ, նպատակ կա յուրաքանչյուր իրի կամ գոյի, որ մեր շուրջը նայում ենք, նպատակ կա ստեղծման, աննպատակ ստեղծած բանը մենք դեն ենք նետում, եթե ինչ-որ բան ոչ մի բան այլևս պետք չի գալիս, մենք դեն ենք նետում։ Հիմա ինչպես անենք, որ հասկանանք, մեզանից յուրաքանչյուրը հասկանա եւ նաեւ մենք հավաքական կերպարով հասկանանք, բա մենք ինչի համար ենք ստեղծված։ Ես երեխաներին խնդրում եմ ամեն օր իրենց հայելու առաջ հարդարելու ժամանակ մի պահ կանգնել եւ հարց տալ. Ես ինչի համար եմ ստեղծված, ես ինչին եմ ծառայելու։ Որտեղ եթե ասում եմ երեխաներ, մենք դպրոցում չօգնենք ձեզ գտնելու այդ հարցի պատասխանը, դա ամենակարևոր հարցն է մարդու կյանքում։ Ուրեմն դուք ոչ երջանիկ կլինեք կյանքում, որտեղ մարդը, որը չի գտնում իր առաքելության բուն իմաստը, այսինքն իսկ այդ առաքելությունն ինչպես է արտահայտվում, ի վերուս տրված տաղանդով։ Չկա երեխա, որը չունի օժտվածություն, հա, տաղանդ կոչենք, թե օժտվածություն, ավելի պարզ բառով ասեմ։ Հետևաբար դպրոցի խնդիրը պիտի լինի օգնել այդ երեխային ծնողի հետ համատեղ, օգնել այդ երեխային գտնելու իր առաքելությունը, որպեսզի երջանիկ լինի իր երեխան։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող ցկտում է, որ իր երեխան երջանիկ լինի, որտեղ մարդը, որը չի գտել իր օժտվածությունը, կարող է իր կոչումը, իր առաքելությունը, կարող է կրթության միջոցով շատ լավ աշխատանք գտնել, լավ փող ստանալ, բայց երջանիկ չի լինելու։ Չլիներ, որովհետև ինքը չի իմանալու ստեղծագործի արարի, որովհետև ինքը չի դառնա արարող, ինքը չի հաճույք ստանա այն աշխատանքից, որ ինքը կատարում է։ Ես նույնիսկ կատակով երեխաներին ասում եմ, մարդ երկու անգամ է ամուսնանում, մեկը հակառակ սեռի հետ, մեկն էլ մասնագիտության հետ։ Եթե ճիշտ չենք ընտրել երեխաներ, երկուսի դեպքում էլ դժբախտանում ենք։ Ճիշտ է։ Ձեր բնութագրումների մեջ Տիկին Տոնյան ջան, ես մի բան հետպես հիշեցի, մի այսպիսի հարցել է առաջ գալիս, որտես որ դուք ասում եք, դու ինչի համար ես ստեղծված, դու ինչին ես ծառայում, թող թյուր կարծիք չստեղծվի, որ այն արհեստական հարցն ենք էլի դնում մարդը նպատակ է թե միջոց է։ Բացարձակ, երբ որ մարդուն վերագրում ենք մենք առաքելություն, հետեւապես այո, ինքը պետքա ծառայի, իսկ այդ առաքելությունը ինքը շատ վեհ բան է։ Եթե մարդը առաքելություն չունենա ու չծառայի ինչ-որ գաղափարի, չծառայի մարդկանց, չծառայի այն մտքին, որ դժբախտ մարդկանց արտասուքը պետք է ինքը սրբի, կամ չծառայի այն մտքին, որ ինքը պետք է մարդկանց ավելի երջանկացնի, մարդկանց բարեկեցություն, անվտանգություն ավելի, այդպիսի մարդիկ իսկապես չեն կարող երջանիկ լինել։ Տեսեք, մարդը իհարկե եւ է,
ինքը եւ նպատակ է, հասկանում եք, որտեվ ինչու, որտեվ ցանկացած բան, որ ստեղծվում է, ինքը սկզբում նպատակ է լինում։ Հետո ինքը արդեն դառնում է ծառայող, այսինքն ինքը ծառայում է մյուսներին, իր գոյությամբ ծառայում է։ Ցանկացած բան, բաժակը ծառայում է մարդկանց, որ ջուր խմեն, չէ՞, գրիչը, գիրքը, այս խոսափողը, հետեւաբար մարդն էլ ինքը ստեղծման համար Աստծո համար նպատակ է եղել, բայց ինքը իր գոյությամբ պիտի միջոց դառնա նաև, որտեվ եթե ինքը միջոց չի դառնում, ինքը ավելորդ է դառնում, ցանկացած իր, որ մենք գնում ենք, եթե այլևս չենք օգտագործում, այսինքն չի ծառայում իր նպատակին, ինքը նպատակ է եղել, չէ՞ որ ստեղծվել է։ Ստեղծողի նպատակն է եղել ստեղծել այսպիսի գրիչ, ստեղծել այսպիսի պայուսակ, այսպիսի վերնաշապիկ։ Բայց եթե ինքը դադարում է ծառայել կամ չի ծառայում իր բուն նպատակին, ինքը դառնում է աղբ։ Իրեն դեն նետելու անհրաժեշտություն է առաջանում, ճիշտ է։ Եթե անգամ տեսեք, անգամ չօգտագործված վերնաշապիկը երկար չեք պահի։ Եթե բացարձակ չեք ուզում օգտագործել, ի վերջո մի օր կամ նվիրելու եք կամ դեն եք նետելու։ Հիմա մարդու գերխնդիրը պիտի լինի ինչպիսին լինել, որ կյանք իրեն դեն նետելու, այսինքն աղբանոցի իր չդարձնի, իսկ դա իր ձեռքերում է։ Մեր ձեռքերում է որպես կրթողներ եւ իր ձեռքերում է, որտեղ ինքը իր ստեղծման նպատակին պիտի ծառայի անպայման։ Այստեղ շատ կարևոր է, որ դպրոցում աշակերտի համար դա հասկանալի դառնա։ Ես ձեզ խնդրելու եմ, որ մի հատ մտովի վերադառնաք ձեր դպրոցական ժամանակները ու մի հատ հիշենք այն ժամանակ, որ աշակերտին ասում էին լավ ֆիզիկա սովորի, լավ մաթեմատիկա սովորի, ենթադրենք, կամ լավ քիմիա սովորի։ Այդ ամեն ինչի հետ նրա նպատակը դպրոցը ոնց էր կապում խորհրդային պետության կարևոր են նպատակի հետ։ Խորհրդային պետության կարևոր նպատակը կապիտալիզմին հաղթելն էր, այսպես ասած, սոցիալիզմը տարածելն էր, կապիտալիզմին հաղթելն էր, այդ մրցակցության մեջ հաղթող դուրս գալն էր։ Ու այդ նպատակը թարգմանվում էր, տեղայնացվում էր դպրոցական կրթական ծրագրի մեջ, հասցվում էր աշակերտին մինչև նրա այդ մարդու մակարդակ, աշակերտի մակարդակ, որ իր սովորելը կապակցեր այդ կարևոր նպատակի հետ։ Ես խնդրեմ մի հատ այս հարցի շուրջ ձեր մտածումները ասեք եւ երկրորդը նաեւ մի ուրիշ բան էլ ասեմ, որ մենք շատ ենք սիրում հաճախ ծայրահեղությունների մեջ ընկնել։ Եթե այն ժամանակ մարդը իսկապես մարդու անհատականության դերը շատ ավելի քիչ էր։ Հիմա այսօր երբ որ ուսումնասիրում ենք մեր հանրակրթության չափորոշիչը գործող, հիմա էլ բացարձականացված է։ Հիմա էլ այդ առաքելության հանգամանքը չկա։ Երբ որ ուսումնասիրում եմ այդ չափորոշիչը, դրա կարողունակությունները, այդ վերջնարդյունքները, այդ ամեն ինչը, մենք տեսնում ենք մարդ ինքը իր համար, պարզապես։ Մարդ ինքը իր համար որտեղ կուզի իրեն կգտնի, որտեղ կուզի կիրացնի, չի ուզի չի իրացնի, կուզի երջանիկ կլինի, չի ուզի երջանիկ չի։ Այսպիսով մենք միշտ գնում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն։ Եվ այդ ոսկե միջինի կանոնը չենք կարողանում գտնել։ Հիմա Տիկին Տոնյան ջան, այն ինչ որ ասացի ձեր դպրոցական տարիների հետ կապված ոնց էր դա տեղի ունենում, մեկը եւ երկրորդը այսօր Հայասպետ դպրոցի օրինակով այդ առաքելության զգացման փոխանցումը ինչպես է տեղի ունենում, դրա մասին կխնդրեմ։ Այո, ես սովետական դպրոցի շրջանավարտ եմ եւ շատ լավ եմ հիշում իմ դպրոցը, որովհետեւ շատ եմ սիրել իմ դպրոցը։ Ինչու եմ սիրել եւ ինչպես եմ վերագնահատում դա տարիների այս հերվից, որտեղ ի վերջո մենք միշտ վերագնահատում ենք այն ինչ ունեցել ենք եւ չնայելով երբեմն այն արդարացի մեղադրանքներին սովետական կարգերի նկատմամբ, որոնք ի վերջո մարդածին էին, այդ բոլոր արատները, որ ունեցել է սովետական համակարգը, մարդածին են եղել, բայց գաղափարը սովետական այդ պետության ստեղծման գաղափարական հենքը, որը կարելի է պրոյեկտել ցանկացած ազգային պետության վրա նաև, որտեղ ի վերջո նա էլ էր իր յուրատեսակ տեսակի ստեղծման միտված, սովետական մարդու ստեղծմանն էր միտված այդ կրթական համակարգը եւ փայլուն էր ստեղծված։ Ինչ էր այն իրենից ներկայացնում, տեսեք, ցանկացած առարկա, որ ասում էինք դպրոցում, այդ առարկային նախմիջառարկայական կապն էր շատ ուժեղ, օրինակ, սովետական կրթական համակարգում շատ մեծ տեղ էր տրվում հերոսներին,
Եվ այդ հերոսները միայն նրանք չէին, որ կյանք էին զոհում, գնում պատերազմ կյանք զոհում։ Հերոսները բոլոր ոլորտներում էին, Աշխատանքի բոլոր ոլորտներում էին, աշխատանքային հերոսներ կային, մշակութային հերոսներ կային ի վերջո, եւ որոնք զարգացնում էին բոլոր ոլորտները պետության, որտեղ պետությունը չի կարող մի ոլորտից ուժեղ լինել, մյուսում թույլ լինել եւ համարվել, որ ուժեղ պետություն է, իսկ սովետական պետությունը ամեն ինչ անում էր, որ իր երկիրը ուժեղ լինի, հետեւաբար ամեն ինչ հաշվի էր առնված սովետական կրթական համակարգում եւ երևի պատահական չէ, որ հիմա ասում են Անգլիան վերցրել է կրթական համակարգը սովետական միության եւ ինչ որ յուրացնում է, իր մոտ կիրառում է։ Ես շատ կուզեի, որ մենք էլ լրջագույն ուսումնասիրություն կատարեինք եւ վերցնեինք յուրաքանչյուր ամեն լավագույնը վերցնեինք այնտեղ։ Մեթոդաբանական Այո, մեթոդաբանական առումով եւ գաղափարախոսական առումով, ոչ սովետական մարդու ստեղծման, այլ գաղափարական մեթոդների առումով։ Տեսեք, մենք շատ լավ ենք ճանաչում անուններ, օրինակ, լավ ֆիզիկա ու գիտություն սովորող, որը չգիտես ինչու այսօր դպրոցներում ցանվել է, աստղագիտություն սովորող երեխային կերպար, հերոսի կերպար, հերոսների վերջո ովքեր են նրանք, ում մենք ուղղորդում ենք երեխաներին նմանվելու։ Յուրի Գագարին, շում եք մենք փայլուն գիտեինք Յուրի Գագարինի մասին։ Նույնիսկ դպրոց չգնացած, ես ինքս եմ։ Քան երեխա էր երազում, այո, Յուրի Գագարին եզրագնաց դառնալ։ Ինչու, որտեղ սովետական միության համար դա գերակա ճյուղ էր։ Տիեզերքի նվաճումը եւ դրա օգտագործումը եւ տնտեսության եւ ռազմական արդյունաբերության մեջ։ Մենք այսօր գիտենք, թե դա ինչ դեր ունի, չէ՞, եւ մենք ինքներս մեր այդ ճյուղի բացարձակ չունենալու կամ չզարգացման արդյունքում է, որ Չերյունու ալեհավաքը մենք չկարողացանք եւ չպահեցինք եւ չկարողացանք օգտագործել պատերազմի ժամանակ մասնագետների բնորոշմամբ այն կարող էր Հայաստանի երկիրը փակել, ուղղակի անթերի փակել, ես չգիտեմ, ես մասնագետ չեմ, իմ կարդացածների հիման վրա եմ ասում, այսինքն եթե մենք բոլոր առարկաների ոլորտներում մենք միջառարկական կապը պահենք եւ տանք հերոսներ, որը գրականության միջոցով է հիմնականում արվում, եւ ոչ միայն տնտեսության կամ պետության կայացման բոլոր ճյուղերին վերաբերող, մարդ անհատին նաեւ վերաբերող, բարոյական կերպարին մարդու վերաբերող գրական բոլոր այդ պատմվածքները, նյութերը մենք վերցնենք նպատակային գաղափարի օգտագործենք, ապա մենք այսօր շատ կհեշտացնենք այն նպատակը, որ այսօրվա նաև մեր խոսակցության նյութն է, այսինքն անվտանգությունը, այսինքն մենք կսպասարկենք երկրի բոլոր ճյուղերին, զարգացման բոլոր ճյուղերին, մասնագետների, որը ծնվում է երազանքից, այսօր երեխային երազանք մենք չենք կարողանում տալ, հասկանում եք, որովհետև երեխայի համար հերոսը նա է, ով զոհվում է պատերազմում, եւ բնական է, որ ոչ ոք չի ուզում զոհվել պատերազմում, մինչդեռ լավ զարգացած երկիրը երբեք չի պատերազմում, անհրաժեշտություն չի ունենում պատերազմելու եւ հետեւաբար այդքան զոհեր տալու, եթե մենք ճիշտ կառուցենք, եթե մենք ճիշտ կրթենք մեր երեխաներին եւ իրենք բոլորը ըստ իրենց օժտվածության իրենց առաքելություն իրականացնեն, բնականաբար մենք հզոր կլինենք եւ նույնիսկ ոչ միայն առյուծ, ոզնի դառնալ պետք չի, որտեղ ի վերջո ուժեղ նապաստակին էլ գայլը չի կարողանում որսել։ Բնության մեջ նապաստակը, որ ուժեղ չլինի, դրա համար է։ Հակառակ դեպքում վերացած կլինեին վաղուց նապաստակները, եթե իրենք կան, նշանակում է կարողանում են, չէ՞, օպրել կամ չգիտեմ ապրել կամ եղնիկը նույն վերցնենք, նապաստակով չվերցնենք, բնականաբար ես երբևէ չեմ ուզի, որ մեր երեխային մենք կրթենք նապաստակի կամ նույնիսկ եղնիկի նման, ապա ես պայման կուզեի արտուս կամ արծիվ դաստիարակել եւ դաստիարակում եմ, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ տեսակի ուժեղությունը ներքին հզորացման արդյունք է։ Մենք այսօրվա կրթական համակարգով երեխային չենք ուժեղացնում ներքիստ, կայացած մարդ չենք պատրաստում, կայացած առաքելությունը իր գիտակցող մարդ չենք պատրաստում, սա շատ կարևոր է։ Մենք ուղղակի եսիկ ենք պատրաստում, ուռճացված, որը միայն իր իրավունքներն է պահանջում, իր պարտականությունների պատասխանատվության մասին չի էլ մտածում, իր պատասխանատվությունը պարտականությունները ինքը ընդհանրապես տեսնում է, երբ է պետությունը մեզ հիշում, բանակ գնալիս, չէ, եւ հարկ տալիս։
Ինքը մեր դուրը գալիս է միայն այն ժամանակ, երբ որ բանակ պիտի տանի կամ հարկերներ չենք տվել, հարկերը հավաքելիս։ Այստեղ է հենց դժբախտությունը։ Դե պետությունը իրականում պիտի լինի մեր կյանքի այն կազմակերպիչը, որ ամեն օր պիտի լինի ընտանիքում ներկա պիտի լինի պետությունը։ Այո, այս վերջին շրջանում մենք շատ ենք տեսնում ծնողներ, որոնք ուղղորդում են իրենց երեխաներին դեպի այդ ֆիզիկա-մաթեմատիկական կրթություն, մաթեմատիկական հատկապես ծրագրավորող դառնալու համար։ Դա ընդհանուր առմամբ վատ չի։ Դա ընդհանուր առմամբ վատ չի։ Ինչու վատ չի, որովհետև մեր փոքր պետության հանգամանքը մեր տարածաշրջանում տնտեսական շատ չափանիշների առումով, որ մենք մրցունակ չենք մեր հարևանների հետ համեմատած։ Օրինակ, ասենք մեծ հումքային ռեսուրսներ չունենք, ենթադրենք, մեծ տարածք չունենք, մեծ տրանսպորտային կոմունիկացիոն ենթակառուցվածքներ որպես այդպիսին չունենք, զարգացած այդպես տարածաշրջանին առաջարկվող ենթադրենք, տեքստիլ ոլորտ չունենք, փայտամշակման ոլորտ չունենք, բայց մենք կարող ենք յուրատիպ արտադրանք առաջարկել, որը կարող է անփոխարինելի լինել եւ այդ արտադրանքը կապված է տեխնոլոգիաների հետ։ Ինչի հիմքը, որ հենց այն կրթությունն է, որը որ մեր ծնողները այսօր ձգտում են տալ մեր երեխաներին։ Եվ իրենք սխալ են անում։ Ես դրան էի գալ, Տիկին Տոնյան ջան։ Բայց հենց երբ որ նպատակադրում է այդ կրթության պարզապես կապում են զուտ փողի հեռանկարի հետ, եւ այդ երեխան ստացած կրթությունը պարզապես օգտագործում է այլ պետությունների մասնավոր ընկերություններում կամ պարզապես մասնավոր ընկերություններում, որի գործունեությունը չի կապվում ընդհանուր անվտանգության հետ, այստեղ է մեր խնդիրը առաջ գալիս, որ այստեղ պետությունը հստակ անելիք ունի կապակցելու այդ ոլորտը, այդ գիտելիքի արդյունքում ստեղծվող բարիքը, ինչպես դարձնել յուրատեսակ ապրանք, ինչպես դարձնել ապրանք, որը որ սպասարկում է ռազմական արդյունաբերություն, կամ ինչպես դարձնել տնտեսության մի հատ առանձին ոլորտ, որով Հայաստանը իր կշիռը կբարձրացնի եւ իր գործընկերների համար կլինի հետաքրքիր պետություն, եւ հենց այդ պետությունների համար հետաքրքիր կլինի Հայաստանին պաշտպանելը, որովհետեւ դա իրենց շահերից է բխում։ Մենք բնավ չենք ասում, որ Հայաստանը իր անվտանգային հարցերը լուծելու համար միմիայն իր ռեսուրսներին պետք է առաջին հերթին պետք է ռեսուրսներին ապավինի, բայց նաև դաշնակցային կամ գործընկերային հարաբերությունները եւս փոքր պետությունների համար, որոնք որ ճկունության մարտավարություն են որդեգրում, դրանք եւս շատ կարեւոր են։ Հենց այստեղ է, որ այդ առաքելության հարցը, որ մեզ կարող է թվալ շատ վերացական հարց, իրականում շատ անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է, որ մեր կրթական ծրագրերը մշակենք այնպես եւ ուսուցիչների վերապատրաստումը լինի այնպես, որ եւ հանրակրթության բովանդակության մեջ նկատելի լինի այդ առաքելությունը եւ նաեւ ուսուցիչ եւ աշակերտ հարաբերություններում փոխանցվի այդ առաքելության զգացումը։ Շատ բազմաբովանդակ էր ձեր խոսքը եւ այդտեղ ես մի քանի կողմից երևի անդրադառնամ, նախ ուսուցիչների վերապատրաստմանը որպես հարազատ թեմա անդրադառնամ, ուսուցիչների նախ պետք է ճիշտ պատրաստել։ Այն վերապատրաստումը, որ այսօր է արվում, դա անգիրի վրա հիմնված, նույնիսկ վիրավորական, շատ վիրավորական է մանկավարժների համար, որովհետև այո։ Հիմա նախ պետք է պատրաստել։ Տեսեք, այսօր շատ են խոսում, ես հպանցիկ այդպես ասեմ, որովհետև դա առանձին թեմա է, կառուցվող շքեղ դպրոցների, լավ դպրոցների մասին։ Հարգելի իշխանություն, դպրոց մի կառուցեք, ուսուցիչ պատրաստեք, դպրոցները ուսուցիչ չունեն, իսկ կրթությունը դպրոցը չէ, դպրոցի շքեղ շենքը չէ, կրթությունը նախ լավ մանկավարժն է։ Հայաստանում այսօր մանկավարժական ճգնաժամ է եւ 10 տարի հետո մենք կանգնելու ենք ուղակի փակուղի առջև։ Այսօր արդեն դպրոցները փակուղի առջև են կանգնած։ Դուք գիտեք, որ դպրոցներ կան, որ առարկաներ չեն անցնում, ֆիզիկա չեն անցնում, որտեղ ուղակի ֆիզիկա նույնիսկ մասնավոր դպրոցների մեջ կան այդպիսի բան, չեն ճարում ֆիզիկայի ուսուցիչ չկա, ուղակի չկա։ Ստիպված ենք միշտ մենք արդեն կամած հետ են գնում են փայլուն ուսուցիչներից միջակայությունների վրա ենք հենվում, հետո արդեն ընդհանրապես չկա, արդեն չկա։ Հիմա սա որպես ուսուցիչ մանկավարժ կրթելու պետություն այս նախ եւ առաջ վերապատրաստիր, վերանորոգիր եւ ընդհանրապես հիմքից նոր կառուցիր մանկավարժական համալսարան։ Գաղափար դիր մեջը, նպատակ դիր մեջը, ուսուցչի աշխատավարձ այնքան բարձրացրու, որ այն գայթակղիչ լինի, որպեսզի
ուսուցչի առաքելություն ունեցողը գա ուսուցիչ դառնա, ոչ թե այլևս ոչ մի բան չգտնողը գա ուսուցիչ դառնա։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, հենց ռազմավարական խնդիր է պետության կառուցման։ Երկրորդը, ծնողները, քանի որ լավ փող են աշխատում, հեշտ փող են աշխատում ծրագրավորողները, ինչ են նստած կոճակներ են սեղմում, լավ փող են աշխատում, էլի, որտեվ ես լավ փող աշխատելուն մի քիչ այլ կերպ եմ վերաբերում, որտեվ լավ մասնագետը, եթե ըստ իր առաքելության է ընտրել մասնագիտությունը, յուրաքանչյուր ոլորտում լավ փող է աշխատում։ Անկամ շինարարը, եթե ինքը լավ շինարար է, ինքը պակաս փող չի աշխատում։ Հետևաբար այստեղ փող աշխատելը չի առաջնայինը։ Հեշտ նաև ապրելու խնդիրն է դրված։ Փողը միևնույն է գալու է։ Այո, միևնույն է գալու է։ Աշակերտներն դա միշտ ասում են։ Միևնույն է գալու է։ Երեխաներ գնացեք ձեր երազանքի հետևից, ձեր առաքելության հետևից, որտեղ ձեր երազանքը ձեր մանկության տարիներին ըստ ձեր առաքելության է ծնվում։ Հետո այդ ծնողներն են շեղում, հասարակական հարաբերություններն են շեղում։ Դրա համար եմ ասում դպրոցի դերը օգնել երեխային գտնել իր ճիշտ առաքելությունը, իր երազանքը, որովհետև սա է ի վերջո մարդու կոչումը որն է երջանիկ լինելը։ Երջանիկ մարդիկ նաև չեն պատերազմի, երջանիկ մարդիկ նաև չեն կարող չար լինել, երջանիկ մարդիկ նաև վատ չեն կարող ապրել, հասկանում եք, որտեղ երջանկությունը նաև բավարարող է մարդու, իսկ մարդու ամբողջ այդ ձգտումը շատ փող առնելու գալիս է չբավարարելու մարդիկ կան լիքը մարդիկ, որ միլիոներ ունեն չեն բավարարվում եւ չեն գտնում երջանկություն։ Ես իմ աշակերտներին միշտ ասում եմ գնացեք կարդացեք ամենահարուստ մարդկանց կյանքը, վերջում ասել են ամեն ինչ ունեցա միևնույնն է, չգտա երջանկությունը։ Ես գիտեմ դրա պատճառը, որտեղ ինքը իր առաքելությամբ չի ապրել, ինքը փող է աշխատել։ Վիրավորական է նույնիսկ չգտնես քո ստեղծման նպատակ առաքելությունը, այլ ընդհանրապես փող աշխատես։ Հիմա գամ այդ դեպքում ես դառնում միջոց։ Այո, այո։ Փողն է քեզ։ Այո, իր ծառան։ Հիմա գամ ծրագրավորման այսպիսի մեծ գայթակղիչ համատարած հրապուրանքին եւ ինչ տեսեք, եթե ծնողի համար դա հասկանալի է, պետությունը շատ պիտի զգուշ վարվի։ Ինչու՞, որովհետև համատարած այսպիսի հաստատ այդ բոլոր երեխաները չեն ծնվել, նորից եմ առաքելությունը կարևորելու, չեն ծնվել այդ օժտվածությամբ։ Հետևաբար, եթե իրենք օժտված չեն, բայց ընտրում են, վարվում են այդ մասնագիտությանը, որտեղ կամ դու օժտված ես հասնում ես կատարելության, կամ դու վարվում ես ուղղակի այդ աշխատանքին եւ դառնում ես միջակայություն։ Ամենավտանգավոր բանը ցանկացած պետության համար համատարած միջակայությունն է, ինչ այսօր առկա է Հայաստանում։ Էլ չեմ ասում իշխանությունում, որևէ ոլորտում մասնագիտական այդ փայլուն ընկալում աշխատելավոճ, գիտակցում եւ կիրառում չկա։ Որ ոլորտը փորձում է շարժվել, բախվում ես ուղղակի ոչ կոմպետենտությանը։ Այսինքն մարդիկ մասնագետ չեն ու չեն կարողանում դառնալ։ Ինչու՞։ Տարիներ անգամ աշխատելով չեն կարողանում, որովհետև դա իրենց առաքելությունը չէ։ Հիմա դպրոցներում լիքն են նույնիսկ մանկավարժներ, որոնք 10 տարի մանկավարժ են աշխատում, բայց իրենք մնում են դասատու, իրենք մանկավարժ չեն դառնում։ Ցանկացած ոլորտում կա այս միջակայության խնդիրը։ Երկիրը, որի հասարակության մեծամասնությունը միջակայության մակարդակի է մնում, իսկ դա գալիս է միայն այն պատճառով, որ ճիշտ չի կատարված կադրային այդ մասնագիտության ընտրությունը։ Հետևաբար նաև կադրային ճիշտ քաղաքականություն չի կարող տարվել, այդ երկիրը չի կարող հզորանալ։ Ես պնդում եմ ու ցանկացած մեկի հետ պատրաստ եմ բանավեճի, հնարավոր չի, հետևաբար նորից եմ ասում, ցանկացած երկրի հզորության հիմքը ճիշտ կրթությունն է։ Իսկ կրթությունը պիտի հենված լինի, այսինքն կրթական գլխավոր պայմանը պիտի լինեն ոչ այդ չափորոշիչները, որ այսօր կան, պիտի հենց այդ սկզբունքով ստեղծված լինեն, որ երեխայի մեջ բացահայտեն իր առաքելությունն ու հանձնառությունը ճիշտ ձևակերպվի։ Այդ դուք ասացիք, որ պետությունների հարաբերությունները նույնպես, այսինքն չի նշանակում, որ մենք ասում ենք, որ ծառայեցնենք մեր երկրի հզորացմանը բանը, դա կնշանակի, որ մենք պիտի առանձնանանք եւ մենակ միայն կերտենք այդ ամեն ինչը, այլ պիտի ճիշտ հարաբերվենք այլ պետությունների հետ եւ ճիշտ կառուցենք մեր հարաբերությունները։ Ի վերջո, ինչ են միջազգային հարաբերությունները, ես կարծում եմ առևտուր է, հստակ, բարձ առևտուր։ Ցանկացած պետություն քեզ հետ վերաբերվում է ինչ ունես դու տալու, հետևաբար ինքը ինչու պիտի, այսինքն մենք պիտի մտածենք մենք ինչ պիտի
ունենանք տալու։ Ինչով ենք մենք հետաքրքիր։ Այո, ինչով ենք մենք հետաքրքիր, մենք ինչ ունենք աշխարհին մարդկությանը տալու, որով եւ կձևակերպվի մեր նկատմամբ հետաքրքրությունը, գնահատումը եւ նաեւ մեր անվտանգությունը։ Որտեւ ինչքան կարևոր բան ունես տալու, մենք շվեյցարիա ունենք, չէ՞, մեր աչքի առջև։ Ինչքան կարևոր բան ունես տալ, ինչքան ինչ ձևով որ կարևորում ես, պատերազմական պայմաններում հետաքրքիր գործընկեր, որտեղ որ չեն մտել, նաեւ նրա համար, որովհետեւ ինքը յուրահատուկ բան ուներ առաջարկելու իրենց բոլոր այլ պետությունների ֆինանսները այդտեղ դնելու եւ այո, հետեւաբար նաեւ հենց պետության ամբողջ քաղաքականությունը վարած պիտի այ նաև այն սկզբից կրթությունից տանի դեպի դրան արժենքաստեղծ պետության մարդկության մակարդակով, միջազգային մակարդակով մենք պիտի դառնանք արժեքաստեղծ պետություն, որ մարդկության համար արժեք ստեղծենք, մեզ վրա հարձակվողի կոկորդը կկրծեն, ես կարծում։ Իհարկե։ Տիկին Տոնյան, դուք ակնարկեցիք նաև հերոսների թեման, սա էլ է կարևոր հանրակրթության բովանդակության մեջ խիզախ քաղաքացու կերտման թեման։ Մենք այստեղ էլ պետք է մեր ձևակերպումների մեջ հաշվենկատ լինենք, զգույշ լինենք, ավելի ճիշտ, ոչ թե հաշվենկատ, այն առումով, որովհետև խիզախությունը մեզ մոտ, երբ որ մենք ասում ենք, շատ բացարձականացված է ընկալվում, դրա գերադրական աստիճանով է ընկալվում եւ հերոսությունը բնականաբար։ Բնականաբար հերոսությունը մարդու մոտ որոշակի առումով գերադրական աստիճանը կյանքը զոհաբերելու, բայց ընդհանուր առմամբ նաև ինքնազոհողության գնալու այդ վիճակն է եւ այլոց ծառայելու, հասարակությանը ծառայելու, ընտանիքին, ընկերներին, պետությանը, երկրին, ժողովրդին ծառայելու հանգամանքն է։ Այստեղ շատ կարևոր է խիզախությունը հենց այն պետությունը, որ մենք ուզում ենք կերտել, եւ այն հայեցակարգը, որ մենք ուզում ենք այդ հայեցակարգով մեր անվտանգությունը ապահովել, համապարփակ անվտանգության, մենք դա չենք կարող անել առանց խիզախ քաղաքացու։ Այն քաղաքացու, որը որ իր կոմֆորտի գոտուց պետք է դուրս գա։ Մեզ համար դա անհրաժեշտություն է, որովհետև թե տնտեսության մեջ, թե գիտության մեջ, թե կրթության մեջ, թե ինժեներիայի մեջ, թե արտադրության մեջ, ռազմական ծառայության մեջ, այլև բոլոր ոլորտներում հաջողակ մարդիկ հաջողությունները գալիս են այն դեպքում, երբ որ այդ ոլորտներում առաջնորդություններ են լինում։ Երբ որ այդ ոլորտներում առաջնորդներ են լինում, ինչքան շատ առաջնորդներ, այնքան լավ։ Իսկ առաջնորդի ամենակարևոր հատկանիշներից մեկը հենց խիզախությունն է։ Եվ ինչքան որ ես կարողանում եմ ուսումնասիրել, չեմ կարողանում այդ խիզախումը գտնել։ Համենայն դեպս ես իհարկե մանրամասնորեն ծանոթ չեմ դպրոցական կրթության նյութերին, դասագրքերի բովանդակությանը, բայց թե այդ չափորոշիչներն ուսումնասիրելով, թե ընդհանուր առմամբ իմ տպավորությունների մեջ այդ խիզախման հանգամանքը որպես առաջնորդ կերտելու առումով այստեղ եւս չեմ տեսնում եւ կարծում եմ, որ սա եւս կարեւոր է ունենալ, որ դպրոցը նաեւ պետք է պատրաստի առաջնորդ, որին բնորոշ պետք է լինի խիզախումը։ Դուք խիզախում բառի տակ հավաքել եք բավականին բարդ, բազմաբովանդակ հատկության կարևորում, որովհետև որքան որ խիզախությունը քո իվենաս քո կոմֆորտի, քո անձի, քո եսի քեզ նվիրաբերել ուրիշների նաև համար կամ ուրիշների կյանքը ավելի լավ է դարձնելուն, նույնքան խիզախություն է ստրուկ մնալը, քո կոմֆորտի մեջ մնալը եւ ամբողջ կյանքդ ապրել քո նկատմամբ հարգանք չունենալով։ Խիզախում է Տիկին։ Ես մեկ ասում այսպիսի տեսեք, ո՞նց է դա ձեր համար առաջի տարբերակ այնքան բնական վիճակ է, որ այդ բնական վիճակից հնարավոր է, բայց տեսեք, ես մեկ մտածում եմ, այլավ այս մարդիկ ո՞նց են կարողանում ամբողջ կյանքում իրենց չհարգելով ապրել, որտեվ չեմ հավատում, որ ինքը չի հասկանում, որ ինքը ընտրել է նվաստ ճանապարհ։ Երբ որ ինքը ապրում է միայն իր համար, ինքը ենթարկվում է, ինքը կատարում է, ինքը ծառայում է
ընդհանրապես նրա համար, որ իր կոմֆորտին հանկարծ վնաս չլինի, որ ինքը մնա այդ աշխատանքին, որ ինքը իրեն հանկարծ ձեռք չտան, որ գլուխը շոյեն հաճախակի, այսինքն կլինի իշխանության բարձից վերցնեմ, իշխանությանը ծառայելուց, մինչև ասենք անգամ դպրոցում, հա, վերցնեմ դպրոցում, նույնիսկ ընտանիքում կան այդպիսի երեխաներ, որ միշտ երբևէ չեն հանդգնում ծնողի հետ վիճել, որ չէ, դա ես դրա հետ համաձայն չեմ, այդպես չի, որպեսզի ծնողները իրենց հանկարծ վրա չբարկանան, բան։ Ես այդպես երեխաներ չեմ սիրում, անգամ ընտանիքում չեմ սիրում այն երեխաներին, որոնք իրենց սեփական կարծիքը չեն հանդգնում արտահայտվել, չեն խիզախում արտահայտվել, հա, այդպես ասեմ։ Այստեղից էլ սկսվում է։ Հետո դպրոցում նրանք դառնում են լավ աշակերտներ, որոնցից ուսուցիչները բոլորը գոհ են, բայց հենց պատերազմի առաջին զարկից նրանք ավելի շատ թաքնվում են, քան թե առաջնետվում։ Լիքը այսպեսի պատերազմի տիկին տոնի, օրինակ ասենք հանրային ինչ-որ խնդիր է լինում, եւ խիզախում չեն լինում այդ խնդիրը ծայրահեղ ասեցի վիճակը, բարձրաձայնելու բան չեն։ Այո, հիմա մեր վիճակը հենց այդպես շենք են կառուցում, ենթադրենք, իրենց լույսը փակում են, բայց այդ խիզախումը չեն խոսում են միայն անկյուններում։ Հա, երբեմն չեն էլ հանդգնում անկյուններում խոսել, կարծիք արտահայտել։ Ես չեմ հավատում, որ այդ մարդիկ հոգոխորքում չեն հասկանում, որ իրենք սխալ են ապրում։ Եվ համոզված եմ, որ այդ մարդիկ ամբողջ մի կյանք ապրում են այդ իրենց ներքին հակասությամբ եւ պայքարով, որովհետեւ ի վերջո մարդը բացի մարմնից, բացի ֆիզիկականից նաեւ հոգեվոր էակ է եւ հոգին անդադ հաստատ իրենց հուշում է, որ իրենք ընտրել են ստրուկի ճանապարհը, խիզախումը դեպի հերոսություն չէ, տանող ճանապարհը։ Եվ դրա համար ես ճակերտավոր ասում եմ, ինչ համարձակ են այդ մարդիկ, որ կարողանում են մի ամբողջ կյանք իրենց ստրուկ պահել։ Գուցե ճակերտները ես չասացի այդ խիզախման, բայց իմաստը դա էր, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ, էլի ոնց մարդ կարող է այդպես մի ամբողջ կյանք ապրել։ Այո, հիմա վերադառնանք կրթական համակարգում խիզախմանը, խիզախությանը, այդ միտված քաղաքականության կամ ծրագրերին կամ չափորոշիչներին, այո, այսօրվա մեր դպրոցական ծրագրերից, դասագրքերից հիմնականում հանված են դեպի հերոսացում տանող ցանկացած նյութ, ցանկացած կերպար, նույնիսկ ավելին ասեմ, կան գրքեր, որտեղ հերոսներին են հանել արդեն, օրինակ Այբենարանի մեջ այս տարվա մեր հերոսները չկային։ Միշտ եղել է այդպես հերոսներին նվիրված բաժին, եւ մենք գիտենք, թե այդ տարիքում երեխաները ինչքան են սիրում հերոսներին, որովհետեւ տարական դպրոցում երեխայի մտապատկերում, երեխայի երևակայության մեջ դեռ այդ ձգտումը կա դեպի կատարելություն։ Հերոսնով է վերջո, կատարյալը չէ, հոգևորը չէ, որը իրեն զոհաբերում է մյուսներին ու պարտադիր չէ, որ զոհաբերումը լինի կյանքի գնով։ Ես դրա համար որպես վառ օրինակ ասեմ, ուսուցիչները չէի վերջո զոհաբերում։ Այո, այսօր ուսուցիչը, որը մնում է դպրոցում, ինքն արդեն զոհաբերում է։ Բոլորն են դա շատ հասկանում։ Իհարկե, լավ գրագետ ուսուցիչ հենց Հայասպետ դպրոցում։ Ի վերջո հյուրառոցում հաստատ մենեջեր կարող էր աշխատել ու ստանալ մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ քան։ Իհարկե, բայց նաև ես հստակ ավելի կոնկրետ մի դեպք ասեմ, որը նաև իմ աշակերտներին է միշտ պատմում։ Տեսեք, Վիկտոր Համբարձումյանը, որին բոլորը շատ լավ ճանաչում ենք, քանի երկրի ակադեմիաների նախագահ էր, այո, 21 երկրների, եւ ասում են պատերազմի ժամանակ նա բոլոր երկրներից համար առաջարկ է ստացել տեղափոխվել եւ իր այսինքն բնականաբար 90-ականների այո 90-ական Արցախյան առաջին պատերազմի տարիներին նա բազմաթիվ առաջարկներ է ստացել, հրավիրել են իրեն ապրել այլ երկրներում, բայց նա մենք տեսել ենք նույնիսկ նկարը, ապրում էր իր աշտարակի տանը եւ Վառանի մոտ, այդ Փայտե Վառանի մոտ կուչ եկած ոչ հարիր աշխարհահռչակ նման գիտնականի կենցաղով նստած ստեղծագործում էր եւ մնում էր իր ժողովրդի կողքին, ինչպես ինքն է ասել, ոչ ես կմնամ կկիսեմ իմ ժողովրդի ճակատագիրը։ Սա բացարձակապես չի տարբերվում այն հերոսությունից, որտեղ կյանք են նվիրաբերում։ Իհարկե։ Որովհետև նույնիսկ ավելին ասեմ, շատ ասած հերոսավայել ապրելն։ Այո, շատ ավելի դժվար է կյանքը զոհաբերել, քան թե հերոսավայել ապրելը։ Եվ նման կյանքով ապրեց նաև մեր Գյուրջալյանը, նման կյանքով ապրեցին մեր շատ ու շատ մեծեր,
ոչ միայն այս արցախյան տարիներին, այլ նաև 100 տարի առաջ, եթե մենք վերցնենք, որ Սահյանը, եթե ժամանակ ունենք, ես նման Խանջյանի մասին հիշում եք այդ նույն Աղասի Խանջյանի նման, որի թեման Հայասպետի այո, Հայասպետի հարցերի մեջ այդպիսի հարց կար, մի գյումրեցի մարդ ուզում է գալ բողոքել երկրի ղեկավարին, որ այս ինչ կյանք է, իրենք վառելիք չունեն, լույս չունեն, ցրտի, մութի բանի մեջ ապրում են, եւ գալիս հասնում է Երևան, հարցնելով գտնում է, արդեն ուշ է, երեկոյան է հասնում, բնականաբար աշխատավայրում չէր լինի Խանջյանը, հարցնելով գտնում է բնակարանը եւ գնում բարձանում է այն հարկը, որտեղ ապրում էր Խանջյանը, տեսնում է դուռը կիսաբաց է։ Հրում է ներս է մտնում եւ տեսնում է մութ սենյակում Խանջյանը կուչ եկած մոմի լույսի մոտ աշխատում է։ Շուռ է գալիս, որ գնա, ձայն է, հավանաբար ինչ-որ բանի կպչում է, աղմուկ է առաջանում, Խանջյանը շրջվում, ասում է ներս եկեք, ով է, եւ այդ մարդը ասում է, չէ, ասում է պարոն Խանջյան, ես ստացա իմ պատասխանը, էլ հարց չունեմ ձեզ։ Այսինքն, եթե երկրի ղեկավարը ունի այդ խիզախումը իր ժողովրդի ճակատագիրը կիսելու եւ ապրելու այնպես, ոչ թե այսօրվա կամ երեկվա ղեկավարների պես այդքան տարբերի ժողովրդից, հետեւաբար ժողովուրդը բնականաբար միշտ հարմարվելու է եւ ապրելու է եւ կիսելու է եւ հաստատ հաղթանակի հասնելու է։ Միայն այս դեպքում են միջայլոց երկրները հզորանում եւ հաղթանակի հասնում։ Եվ սովետական տարիների այդ նաև հզորացման համար 70 տարում, որ մենք այնքան հզորացանք, որ աշխարհին արդեն տալուբան ունեինք, գոնե մշակույթի, կրթության, գիտության ոլորտում այնքան տալուբան ունեինք, դա հենց նաև արդյունքներ մեր 100 տարվա Միասնիկյանի, Խանջյանի եւ Սարյանի, որը վերադարձավ Ֆրանսիան թողած, Թամանյանի, որը Լենինգրադը թողեց եկավ եւ մյուսների խիզախմանը, չէ, մենք նրանց նվիրմանը իրեն ժողովրդին։ Այս է հերոսությունը, որի մասին ցավոք այսօր կամաց մենք Ելքենք պատմում։ Այո, ոչ ֆորմալ կրթության մեջ է շատ ծրագրեր են օրինակ լինում այսօր երիտասարդների համար շատ հրապուրիչ, առաջնորդության սեմինարներ, առաջնորդության դասեր, հա, ու այդ առաջնորդության սեմինարների դասերի մեջ շատ են լինում այն հատկանիշների ուսուցումը, որ վերաբերում է ենթադրենք խոսքի հմտությանը, կեցվածքը կլինի, խնդրալուծման կարողությունները կլինի, բայց էթիկական բարոյական շատ հատկանիշներ եւ առաջին հերթին ինչի մասին որ դուք պատմում եք, այդ նվիրման հանգամանքը չգիտես ինչու շրջանցվում է, տեղ չի մտնում, ու այս թեմայից ես ուզում եմ մի քիչ այդպես սահուն անցում կատարել մեկ այլ թեմայի, որ ցավոք սրտի մեր կրթության բովանդակության մեջ այսօր շատ կամ չկա կամ շատ քիչ է, դա ազատության հարցն է, ազատության իր խորքային իմաստով, ազատության այն իմաստով, որ մարդը ազատ է լինում, փորձում է ազատ լինել ազատվելով մեղքերից հնարավորինս, ճանաչելով մեղքը եւ չգործելով դա եւ իրեն այդպես ավելի ազատ զգալով, որովհետեւ այսօր մեզ սովորեցնում են ազատությունը այն տեսանկյունից, որ դու ազատ կարող ես վարվել, ազատ կարող ես անել այն ինչը որ օրենքով արգելված չէ եւ ինչի համար դու պատիժ չես ստանա, դու կարող ես ազատ անել, բայց այդ ազատության ներքին բարոյական չափումները, որոնք որ առնչվում են մեր 1700-ամյա քրիստոնեական բարոյագիտության հետ, ցավոք սրտի այստեղ մենք խնդիր ունենք։ Ժամանակին կար հայ եկեղեցու պատմություն առարկան, որի բովանդակության հետ կապված ես գիտեմ, որ ոչ միանշանակ վերաբերմունք կար, որտեղ փաստերի ուսուցում շատ կար, պատմություններ շատ կային, բայց փոխարենը բարելավելու եւ փոխարենը հենց այդ դասընթացի շրջանակներում քրիստոնեական բարոյագիտությունը մտցնելու, որպեսզի երեխաները կարողանան ճանաչել մեղքը եւ ոչ թե ինչ որ բան չանել, ինչ որ բանում իրենց սահմանափակել, որովհետեւ կվախենանք օրենքից կամ ոստիկանից կամ դատավորից, այլ որովհետեւ դա իսկապես անընդունելի է եւ հարիր չէ։ Եկեք ասենք երեխաները կճանաչեն նվիրումը, որտեղ մեղքը կարող է վախեցնել մարդկանց։ Նվիրումը ի վերջո այն է, ինչը մարդուն հասցնում է, այսինքն տանում է դեպի Աստված, մարդուն հասցնում է կատարելության, որտեղ մարդու կոչումը նվիրումն է իր նմանին ի վերջո, եկեք ձևակերպենք, ո՞րն է մարդ լինելու կոչումը։ Ում են ասում դու մարդ չես, կամ ում են ասում իսկական մարդ ես, չէ՞։
ով միայն իր մասին չի մտածում, նրան ասում են մարդ ես, այսինքն նաև ապրում է ուրիշներին նվիրվելով եւ ում ասում են դու մարդ ես, ով բացի իրենից ուրիշ ոչ մեկի օգուտ չի տալիս, հա։ Այստեղ է որ այդ կարևոր բախումը կա եւ ես այստեղ ինձ համար գրառեցի, դուք ասում եք այսօրվա ազատությունը, այո, այսօրվա ազատությունը արտաքին է միայն։ Մենք դաստիարակում ենք այսօրվա երեխաներին, մենք չէ, բնականաբար համոզված եմ ոչ ես ոչ դուք, այսինքն այսօրվա իրականությունը դաստիարակում է երեխաներին արտաքին միայն ազատության մասին խոսելու, բայց չէ որ արտաքին ազատությունից զերծ կա նաև բացի կա նաև ներքին ազատությունը, եւ այդ արտաքին ազատությունը իրականում գնում է ներքին ազատության հաշվին, որովհետեւ փաստ է եւ մենք մեր երեխաներին այդպես ենք դաստիարակում, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ստրկատերեր, հա, որոնք այդ իմաստասիրության փիլիսոփայության մեջ դանդամիստներ, հիշում եք մակեդոնացու հանդիպած լավագույն փիլիսոփան ասում, որ մեր բոլոր ցանկությունները մեր ներքին ստրկատերերն են։ Եվ երբ որ դու ստրկանում ես այդ ներքին ստրկատերերին, դու կորցնում ես քո իրական ազատությունը։ Ես ուզում եմ այսպես ապրել, չէ, ես ուզում եմ, սկսած ուտելուց, սկսած կարիքներից բոլորը մեզ իրականում ներքին ստրկացման են ենթարկում, մեր ներքին ազատությունն են սահմանափակում, որովհետև ի վերջո ներքին ազատությունը մեր հոգևոր թռիչքի համար է, մեզ մարդ զգալու համար է, որտեղ երբ ենք մենք դադարում մարդ լինել, երբ որ ամեն ինչ անում ենք այդ մեր ցանկությունները բավարարելու համար, եւ այստեղ արդեն գալիս է այն մարդը, որը չի կիսում ոչինչ, չի ուզում ոչինչ անել ուրիշի բարօրության համար։ Ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, ով է կապված մարդը։ Այո, ոչ միայն նախանձագահությունը, բոլոր արդեն մարդկային ճարիքները գալիս են ներքին ազատության սահմանափակումից, ներքին այդ ցանկությունների ստրկատերերին ազատված թողնելուց։ Եվ արդյոք մենք չպետք է սովորեցնենք, ուղղորդենք, չգիտեմ ինչ անենք, որ մեր մատաղ սերունդը, մեր երեխան ազատությունը հենց այդպես ընկալի։ Ազատությունը ընկալի այնպես, երբ որ ինքը միևնույն է մարդը, բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, մեղքեր միշտ էլ գործում ենք, բայց շատ կարևոր է, երբ որ մենք այդ պահին ճանաչում ենք մեր մեղքը, հասկանում ենք, վայ, այս պահին նախանձեցի։ Չմենակ չպիտի ճանաչենք, պարոն Սողոմյան, բնականաբար այլ նաև պիտի քավենք։ Դե իհարկե պետք է։ Այսինքն եթե մենք որևէ սխալ ենք արել, մենք ինչ-որ լավ բան պիտի անենք, չէ, որ անպայման։ Ավելու համար դե բնականաբար առաջին հերթին ճանաչել եւ բնականաբար այո, բայց արդյոք հենց չպետք է այս հատկանիշները, այս մեղքի գաղափարը եւ հակառակ առաքինությունների գաղափարը շատ կարեւոր տեղ ունենան մեր բովանդակության մեջ, հանրակրթության բովանդակության մեջ։ Մերժվի նախանձը, մերժվի ագահությունը, մերժվի ծուլությունը եւ ես չգիտեմ, Տիկին Տոնյան, օրինակ կա այս ամբողջը վերջին մակերեսային շրջանում մեր լավագույն դպրոցներից մեկի այդպես ղեկավար ազնագազմից մեկի հարցազրույցը լսեցի եւ ապշեցի ձևակերպան մեջ, ասաց թե կրթության նպատակը շարունակականության մեջ է։ Ինձ համար երբեք այդպես չէ եւ դա աբսուրդ է։ Դու անընդհատ կարելի է կրթվել, հա, նպատակը։ Ես համարում եմ, որ կրթության նպատակը կիրթ մարդ ստեղծելն է, եւ այդ կիրթ մարդու ձևաչափը ես իմ աշակերտների համար ամեն օր տալիս եմ, իրենց ասում եմ, միշտ հիշեք երեխաներ, կիրթ մարդը նա չի, ով 2 հատ, 1 հատ, 2 հատ, 3 հատ բուհի ավարտել, հա, միջազգային անգամ, ասենք նույնիսկ այդ Հարվարդը ավարտել կամ բան, լավ գրագետ է, կամ կիրթ մարդը կարելի գրագետ սրիկա լինել։ Կիրթ մարդը նա է, ով ոչ միայն ապրում է այնպես, որ չի վնասում իր միջավայրին, իր մերձավորներին, այլ կիրթ մարդը միայն այն մարդն է, ում կյանքը ծառայում է նաև ուրիշների բարեկեցությանը, իր միջավայրի ավելի լավը դառնալուն։ Եվ եթե երբևէ կուզեք կիրթ մարդ դառնալ, իմացեք, որ սա է սահմանը վերին։ Իսկ կրթության գերագույն նպատակը պիտի լինի այդպիսի կիրթ մարդուն ստեղծել, այսինքն մարդ, որը բարիք է գործում,
Մարդ, որը իր գոյությամբ մի բան ավելացրել է թե մարդկության կյանքում, թե բնության մեջ, հակառակ դեպքում ինքը վերադառնանք մեր առաջին խոսույթին, ինքը ավելորդ է դառնում։ Այսինքն ինքը ինքնանպատակ ստեղծված է դառնում։ Չկա աշխարհ աստվածային իհարկե, չկա աշխարհում որևէ բան, որ ինքնանպատակ է ստեղծված։ Հաստատ ինչ-որ մի անգամ քարը մենք նպատակ ունի, չէ՞, մենք քարով տեսեք ինչքան բան ենք ստեղծում։ Հետևաբար մարդը չի կարող ուղղակի ստեղծված լինել ինքն իր համար։ Սա մեծագույն մեղք է, երբ որ մարդը ապրում է ինքն իր համար։ Հենց սրանից պիտի փորձենք մեր երեխաներին հեռացնել եւ տանել եւ ուղիղ հակառակը։ Ինչ է մեր կյանքը։ Կենթանուց մինչեւ Աստված ընկած ճանապարհն է։ Մենք ծնվում ենք կենթանու տեսքով, չէ՞։ Նոր ծնված երեխան դեռ բանական էակ չէ, ինքը դեռ պիտի եւ ինքը կենթանի է ընդամենը, գոյ է ընդամենը։ Այս ամբողջ կյանքում դպրոցը պիտի սկսի, որտեղ ամբողջ կյանքն է կրթություն։ Դպրոցը պիտի հիմքերը գցի։ Եվ երեխային պիտի ուղղորդի արդեն այո կարգավորումներ տա, որ նա գնա դեպի Աստված եւ ոչ թե դեպի սատանա, այս է ամբողջ կյանքի իմաստը, ես կարծում եմ սա է։ Եվ վերջին բաղադրիչը, թեև ինչպիսի քաղաքացի պետք է կերտի դպրոցը, այս հարցի վերաբերյալ կարելի է շատ երկար խոսել, շատ տարբեր կողմերից մոտենալ, բայց քանի որ մենք ուզում եմ ես հիշեցնել, որ ի սկզբանե այս հարցի գլխին դրել էինք այն կոնցեպտը, այն հայեցակարգը, որով մասին մենք խոսում ենք համապարփակ անվտանգության, որը որ մեր այսօրվա գոյատևման կարևորագույն գոյատևումը ապահովող ռազմավարությունն է, եւս մի թեմայի մի հատկանիշի մասին կցանկանայի խոսենք, Տիկին Տոնոյան, համապարփակ անվտանգություն ապահովելու համար Հայաստանը պետք է բարելավի թռիչք կատարի որակական իր ժողովրդագրությունը բարելավելու հարցում։ Ժողովրդագրությունը բարելավել նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանքներ կատարել, առողջապահությունն է, տնտեսությունն է, տարբեր։ Հանրակրթության մեջ ժողովրդագրությունը որակապես բարելավելու հարցը ես կարծում եմ պետք է արտացոլվի նրանում, որ դպրոցականի երեխայի էթիկայի մեջ պետք է մտնի խորությամբ ամրապնդվի հայկական, ավանդական, քրիստոնեական, բազմազավակ, ես ուզում եմ այս բառը շեշտել, ընտանիք ունենալու հանգամանքը։ Բազմազավակ ընտանիքի նկատմամբ այդ գաղափարը հատուկ ձևով մտցվի, շեշտադրվի։ Ոչ միայն դա կապելով զուտ շատ զինվոր ունենալու կամ շատ ինժեներ ունենալու կամ շատ ուսուցիչ ունենալու հանգամանքի հետ, այլ որ մեծ ընտանիքը, բազմազավակ ընտանիքը սա երջանկաբեր է։ Դա ավելի լավ մարդ է դարձնում։ Եթե մեր այս հարցի պատասխանը մենք ունենք արդյոք մեր կրթության մեջ, թե չունենք, եւ խնդրում եմ նաև այս մասին ձեր Դե բնականաբար չունենք, որովհետեւ մենք հիմա տեսնում ենք արդյունքը։ Նկարներում կա դպրոցի դասագրքերի, նկարներում, ընտանիքի նկարներում օրինակ ասենք։ Ամեն դեպքում ընտանիքի նկարներում 1-2 երեխա են, բազմազավակ չեմ դժվարանում եմ հիշել այդպիսի նկար։ Այդ ուշադրություն կարծում եմ չի եղել, բայց այնուամենայնիվ տեսեք դուք հիմա շատ այդպես գաղափարական ներկայացրեցիք բազմազավակ ընտանիքի կարևորությունը եւ ռազմավարական տեսակետից եւ մարդու կերպարի գյատման տեսակետից, բնականաբար երեխայի համար դա այդքան ընկալելի չէ, հա, երեխային մի քիչ ավելի մատչելի դա պիտի ներկայացնես, իսկ ինչպես շատ պարզ, շատ հետաքրքիր, որ տեսեք երեխաները դպրոցում երբ որ իրար հետ են, դասամիջոցին կողքից կանգնեք նայեք թե ինչ երջանիկ են։ Ինչպես են աղմկում, խաղում իրար հետ, ինչ որ մենք արձակուրդ ենք տալիս, ես հատուկ հարցնում եմ երեխաներին, ինչ կարոտով են վերադառնում դպրոց, ոչ դասագրքի ու դասի համար, այլ իրար ընկերների համար, որովհետև գալիս են արդեն խաղալու ընկերներ ունեն, խոսելու, զրուցելու, կիսվելու, դա իրենք կարող են նաև տանը ունենալ, այսօր մեծամասնությունը չունի, մենակ է տանը, հասկանում եք, եւ մենք հստակ տեսնում ենք, իսկ նման վերլուծություն երբևէ չի արվել մեր պետության մեջ, հստակ տեսնում ենք մեկ երեխայի դեպքում երեխայի բնավորության տեսակի խեղումները
դաստիարակման խեղումները ինքնաբերաբար հասկանում եք, ուզեք թե չուզեք, եթե երեխան մեկ է, ինքը սովորում է, որ ամեն ինչ իր համար է։ Եվ ինքը կիսելու, տալու, այսպիսի հատկությունները շատ դժվարությամբ են կալում։ Ուզեք թե չուզեք, եթե երեխաները տանը կմեկ կամ երկուս են, իրենք բազմակարծություն, որը շատ կարևոր է լավ հասարակություն ունենալու համար, ուրիշի կարծիքը լսել, ընդունելու հատկությունը չեն ունենում, որտեղ իրենք սովոր են, որ իրենք ասեն, ես մաման անի, բայց որ այդ քո ուզածը կարող է նաև հնարավոր չէ, որովհետև այն մյուսները դրա հետ համաձայն չեն կամ հասկանում եք։ Նույնիսկ ճաշարանում ենք տեսնում դա։ Ասենք ընդհանուր սեղան է դրված, ափսեի մեջ 6 կտոր մի բան կա, չէ, ասենք։ Մեկ երեխան գալիս է եւ չի հասկանում, որ իր բաժինը մեկն է։ Հասկանում եք, նույնիսկ ճաշարանում ենք մենք դրան ուշադրություն դարձնում, որ այն երեխաներն են տանը սովոր եղել, որ ամբողջ իրան։ Սովոր է, որ դրված է մենակ իր համար է դա։ Հետևաբար այս երեխան նաև կյանք է այդպես գնալու։ Ինքը ինչ տեսնի, մենակ իր համար է ուզելու որ լինի։ Եվ այսօրվա հենց այդպիսի հասարակություն ունենալը գուցե նաև դրա պատճառները նաև բազմազավակ ընտանիքից, այսինքն բազմազավակ ընտանիքից եկած երեխան արդեն այդ ամեն ինչը նրան դպրոցում սովորեցնելու կարիք։ Ավելին նույնիսկ դու սովորում ես զիջել, հասկանում եք, դու սովորում ես նաև դիմանալ քո ցանկություններին։ Ես ինքս 4 հոգանոց ընտանիքում եմ մեծացել, 4 հոգանոցը ներկայիս չափորոշներով է միայն բազմազավակ, մեր ժամանակ բազմազավակը 10, իմ եղբայրը 12 զավակ ուներ։ Մյուս եղբայրս 7, այսինքն մենք սովոր էինք էլի, հորաքույրս 7, հասկանում եք, եւ մենք մեզ բազմազավակ չէինք համարում, բայց անգամ 4 հոգանոց 4 երեխա ունեցող ընտանիքում մենք սովոր էինք մինչև վերջինը չէր տուն գալիս, մենք պիտի սպասեինք նոր ճաշեինք։ Ես այսօր իմ աշակերտներին հորդորում եմ երեկոյան ծնողներից պահանջել, որ միասին ճաշեն, որտեղ ով երբ տուն է գալիս, առնաբացում է, բան ուտում է, եւ ընտանիքն այլևս այն որ կլոր սեղանի շուրջ պիտի ձևավորվում, ընտանիքը սա է, չէ՞։ Այսինքն այդ ընկեր, չէ, միասին ուտելու սկզբունքով է ստեղծված ընկեր բառը, այդ ընկերությունը ընտանիքի անդամների մեջ այլևս չկա։ Գոյություն չունի։ Ավելին, ես իմ աշակերտներին, երբ որ իմանում եմ, որ մեկն են կամ երկուսն են, ասում եմ այսօր տուն կգնաս, ոտքեր գետնին կխփես, ձեռքեր սեղաններին եւ մամայից օպայից կպահանջես, որ ես մենք չեմ ուզում մենակ ապրել կյանքում։ Սա յուրօրինակ նաև եսասիրության ձև է, որտեղ ծնողը նաև պիտի մտածի իր երեխան կյանքում մենակ պիտի ապրի, բա մի ցավ ունենա մեկի մոտ չգնա պատմելու, ինքը իրենք ավերջ են, չէ։ Այսինքն ավելի կենցաղային մակարդակի պիտի իջեցնես այդ բարձր գաղափարը, բազմանդամ ընտանիքը որպես ժողովրդագրական հազորություն, հա, պետության, դու պիտի իջեցնես կենցաղային մակարդակի եւ ծնողին ասես մեղքը քո երեխան։ Մի հատ նայր ինչ նախանձ է մեծանում, ինչ խանդոտ է մեծանում, իրենք որպես կանոն միայնակ երեխաները շատ խանդոտ են լինում, տեսնում են իրենց մայրիկը մեկի գլուխը շոյես վատանում են։ Իրենք սովոր են, որ բոլորը մայրիկի սերը ամբողջ է ինն է, հայրիկի աշխատավարձը ամբողջ ինձ համար պիտի ծախսվի, եւ նույնիսկ դա դժբախտություն է վաղը նույն այդ ծնողների նկատմամբ ինքը այդպեսին չի լինելու։ Ինքը սովորել է ինձ, անգամ ինքներդ ձեզ համար հարգելի ծնողներ, մեկ երեխայով մի սահմանափակվեք, դա աղետ է, մեկ երեխան աղետ է։ Ինչքան շատ ես երեխա ունենում, այնքան սերդ բազմապատկվում է։ Այո։ Եվ սերդ եւ հոգատարությունդ եւ դրա վերադարձը բնականաբար ինչքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում։ Այս է ես կարևոր գծեի կրթության մեջ։ Մենք մարդուն պիտի դաստիարակենք այս սկզբունքով, որ կյանքն այսպեսին է, ինչքան շատ ես տալիս, այնքան ստանում ես, այո, ճիշտ է։ Սա աստվածային ապրելաձև է եւ երջանկության բացարձակ ճանապարհն է։ Տիկին Տոնյան ջան, ես շատ շնորհակալ եմ այսօրվա մեր զրույցի համար, շատ ջերմ, բովանդակալից ու անկեղծ զրույց մենք ունեցանք, որ փորձեմ ամփոփել, կասեմ հետեւյալը, որ իհարկե ի թիվս այլ հարցերի, թե ինչպիսի քաղաքացի պետք է կերտի դպրոցը, մենք այսօր կարողացանք ընդհանուր հայտարարի գալ նրա շուրջ, որ պետությունը պետք է կրթական համակարգի առջև խնդիր դնի կերտել առաքելության զգացում ունեցող քաղաքացի։ Մի բան չեմ ավելացրել, անպայման հարգել իմացող քաղաքացի։ Մենք այսօր հարգող մարդ չենք դաստիարակում, մենք սիրող մարդ ենք դաստիարակում, բայց շատ ավելի կարևոր է հարգանքը, քան սերը։ Գումարած դրան
ազատ, բայց խորքային առումով ազատ ոչ թե այսօրվա օրենսդրական չափանիշներով ազատ, այլ խորապես ազատ քաղաքացի, խիզախ քաղաքացի եւ ընտանիքը բազմազավակությունը կարևորող, արժևորող քաղաքացի։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի հայրենակիցներ, այսքանով ամփոփենք ինչ սովորել եւ ինչու սովորել վերնագրված մեր այսօրվա զրույցը։ Մենք կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։ Շնորհակալություն։